Ես նկարել գիտեի, բայց ոչ մի անգամ էլ չեմ նկարել։ Հետո իմ վնուշկան պալատնոն բերեց, վրտիններ, նկարներ, մի բան նկարի էլի։ Ինչ ես Արարատը նկարեցի։ Դրանից հետո սկսեցի նկարել։ Թորնուհու նվիրած նկարները, կտավներն ու մոլբերտը 100-ամյա վետերան Հրանտ Կարապետյանին նկարիչ դարձրին։ Նկարները մակագրում է անկյունում երկու արագիլների պատկերով, բացատրում է, դա խաղաղության ու սիրո խորհրդանիշն է։ Ժամանակին էլ ճարտարապետ է եղել, բազում շենքշինություններ է նախագծել։ Ձեռագիրը մինչև օրս պահպանում են երևանյան բակերում ու մայրաքաղաքից դուրս։ Շատ գործեր ունեմ Վանաձորում։ Առաջի 9 հարկանի, 12 հարկանի տները իմ արածնա։ Ալավերդում դեմ Սանայինսկայ պլատոկա, սկզբից մինչև վերջ իմ արածնա։ Երևանում Նժդեհի հրապարակում 4 տունը իմ արածնա։ Քիմիական տեխնիկումն է իմ արած։ Հրանտ Կարապետյանը Հայաստանում բնակվող 30 վետերաններից մեկն է։ Այսօր հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակն է նշում։ Նոյեմբերին էլ իր 104-ամյակը կտոնի։ Հպարտությամբ ու ժպիտով է հիշում ռազմաճակատի տարիները։ Ամբողջ դասարանով գնացել լիճը նավակներ քշելու։ Մենք էլ նաև երեխեք էինք դպրոցի եկանք վայնկոմ մեզ ճանաչում էր, որովհետև այդ ժամանակ մենք մոդնի značokněné նորմաներ էինք հասնում через военкомат. Здесь էլ красный херта. Отобрали 30 человек, 40 обратно. И 30 եսել. Մարտական ուղին սկսվել է Կովկասից։ 1941 թվականի օգոստոսին դպրոցն ավարտելուց հետո նրան ուղարկել են Թբիլիսի, ռազմաօդային ուժերի դպրոցում սովորելու։ Մասնակցել է հիմնական բոլոր մարտերին, ծանր վիրավորվել ու միաժամանակ մնացել նույնը՝ կենսախինդ ու առույգ։ Պարզ խորհուրդ է տալիս երիտասարդներին՝ սիրել կյանքը, հայրենիքը, չխմել ու չծխել։ Չտեսնեն այն, ինչ որ ես տեսել պատերազմին տալ։ Չլինի այդ պատերազմը։ 104 տարեկանում Կարապետյանի երազանքը խաղաղությունն է մնում։ Ասում է կհասնենք դրան, մեր ոգին անկոտրում է։ Մենք հաղթող ենք։ Սիլվի Մուրադյան, Վահան Գուլեյան, ժամը լրատվական։